Շարունակում ենք աշխատել ուղիղ եթերում, մեզ կարող եք հետևել Հայելի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով, իմ հյուրն է Էդգար Էլբակյանը, վարը ձեզ Էդգար, շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար, առավոտից հիստերիայի մեջ ընկավ ազգակործան պատուհասը կամ ինչպես կասեր, հույս ունեմ, որ մի օր կասեմ, չէ, լուսահոգի չի լինի ասել, չի պետք է ասել լուսահոգի Ալիևն է ասել, ինչա սատանայահոգի, որ Սատկի Ալիևը, ոնց որ ասել էր Ալիևը հարբեցող ծաղրածուն կամ ինչպես Ռոբերտ Քոչարյանն էր ասել, ինչանում կզացրել է ում համբալ, հա, համբալին, ուրեմն այսօր բժշկուհի առերեսվել է իր հետ, շատ հստակ հարցեր է բարձրացրել, ընդ որում բավականին հեղինակություն վայելող բժշկուհի է, մեծ վաստակ ունեցող բժշկուհի, որ ասում են վաղուց էր երազում հանդիպել, պատերազմի հետո կորցրել է, անհայտ կորած է Բարձրաշրջանի եղբայր Սպան եւ առերեսվելով Նիկոլի հետ այն ինչ որ ես կարծում եմ մեր ժողովրդի 90%-ը մտածում է, մի մասը մտածում է, բայց չի գիտի, բայց չի ուզում դրա մասին մտածել, մի մասը հստակ մտածում է, բայց չի արտահայտում, մի մասը մտածում է արտահայտվում է, մի մասը ընդհանրապես նեղ շրջանակներում է կիսում, այդ ամենը ուղղակի շպրտեց Նիկոլի դեմքին։ Մենք այսօր արդեն երկու անգամ դա ցուցադրել ենք, մեր կացրեց ուղղակի Նիկոլին, որ ինքը դավաճան է, երկիրը հանձնել է, կործանել է, այսքան ճակատագրեր սա, իսկ սա անգամ հիստերիայի մեջ եւ բացարձակ ինչ որ անհեթեթ բաներ է խոսում, կգնամ սրանք սատկացնեմ, նրանք կծեփեմ, չգիտեմ, իրան բոլորովին իր մեղքերի հանցագործությունների մասին է խոսում, ինքը գցեց սրա նրա գրպանը եւ ճիշտ էր ասում Ռոբերտ Քոչարյանը, թե ինքն ասեց, թե Աղման Վարդանյանը, որ Պաստորեն ով որ ասում է, որ քեզ կզացրել են համբալ, ես դրան բան չի, դրանց է դիմ, բայց այն ով որ իրականում իրան այդ վիճակի մեջ է, համբալի կարգավիճակում ապահում կամ կզացրել, այս ներողություն եմ խնդրում, որ ես բառերը կրկնում եմ եթերից, այդ մարդկանց Ալիևին ինքը ոչ մի բան չունի ասելու։ Ունեք այսպիսի իրավիճակ, խնդրեմ։ Հա, շնորհակալ եմ։ Ստեղ ասելու բաներ շատ կան, հերթով փորձենք գալ։ Երևի ամենակարևորը կարող մի քիչ հեռանամ թեմայից, հետո նորից մոտենամ, որ այս դեպքը ցույց է տալիս, որ ցույց է տալիս Մոսյան Արմինեի դեպքը, իդեպ մետրոյի միջադեպը, հետևյալն է, որ այս երկրում կա միայն մեկ հարց, դա ազգային հարցն է։ Ազգային հարց ասվածը կարող է հնչում մի քիչ աբստրակտ, ավելի կոնկրետ Արցախի հարցը։ Եվ հիմնական պրոբլեմը, հիմնական մեղքը, որ այս իշխանությունների վրա կա, ազգային հարցն է։ Դրա համար իրանք հունից դուրս են գալիս հենց այդ ժամանակ։ Դրա համար իրանք մերկությունը քաղաքական իմաստով, հանցավորությունը, այդ ամեն ինչը դրսևորվում է հենց այդ ժամանակ։ Սա ցավոտ է իրականում, որովհետև կա մի տարածված սխալանք, որը շատ ֆունդամենտալ առումով է սխալանք, հիմա ժամանակը չի ների այդտեղ մտնել, ուղղակի եկեք կոպիտ ասած ոնց որ հավատացեք իմ խոսքին, որ դա սխալ է։ Պնդում է առայն, թե իբր Արցախի հարցը փակված է նույնիսկ Հայաստանի բնակչության, նույնիսկ արցախցիների համար եւ անիմաստ է քաղաքական պայքարի մեջ այդ հարցը բարձրացնել, օգտագործել եւ այլն։ Չէ, դա սխալանք է ժողովուրդ։ Հիմա եկեք երկար բարակ չհիմնավորեմ, ընդամենը հիշացնեմ երևի վերջի ամենա կարկառուն դրվագը, երբ որ Արցախի հարցը եղել է օրակարգում, այդ սրբազան պայքարներ, երբ որ բառացի էլ առանց աջ ձախ ընկնելու լայլույների կիսատ պռատ խոսքերի առաջնորդը շարժման բաղկացած սրբազան հստակ ասում էր ոսկե պարով Արցախ, դա ինձ անգամ էլ ինչ ասեր։ Եվ ամենագագաթնակետային շարժումը երևի դա է եղել, այս պայդրությամբ նաև վերջինն է, որտեղ նաև ինչ-որ իրատեսական հնարավորություն կար, կապ չունի ինչ աստիճանի, բայց կար իշխանափոխության եւ այլն։ Հիմա 25 թիվը մեռած գնաց առանց որևէ շարժման, ամբողջ տարին ազգային դաշտը ծախսեց ներքին երկպառակությունների վրա, մեծ հաշվով հետահայաց արդեն էական էլ չի, ով սկսեց, ով պատասխանեց, ոչ թե որ չի եղել սկսող եւ պատասխանող, բնականաբար եղել է, բայց դա արդեն էլ էական չի, անցած գնացած բան է։ Եվ այդ տեմպերով մենք մուտք գործեցինք 26 թվական։ Ես առաջարկում եմ մի հատ մտավարժանք, եթե մենք մի բան մոռանանք ազգային հարցի մասին,
ու էլ եմ ասում, որպես ինքը շատ abstract չհնչի, ազգային հարցն է, առաջին հերթին Ղարաբաղն է, չգիտեմ, QR դարձած Մեսրոպ Մաշտոցն է, Մասիսարն է եւ այլն։ Տենց սա ավելի հիմա sense շոշափելի ձևով։ Ազգային հարցը եթե հանում ենք, Տիկին Թովմասյան, տակը ինչ է մնում։ Ինչ խնդիր կա այս իշխանությունների եւ նրա պարագլող Նիկոլ Փաշինյանի հետ։ Ոչ մի խնդիր, հավատացնում եմ ձեզ։ Դուք էլ եթե այսպես մի պա ներհայեցողությամբ ինքներդ ձեր մեջ մտածեք, անկեղծ, իրոք ոչ մի խնդիր չկա։ Երկիրը ազգային հարցը հանած։ Ազգային հարցը հանած։ Հիմա դուք ինչ ասեք ազգային հարցից է ալնելու։ Մասիսար ասեք, Զոհեր ասեք, Ղարաբաղ ասեք։ Թալան եմ ասելու, տե գիտություն եմ ասելու։ Թալան, տգետ, փողոցից եկած, աննկարագիր, անկիրթ, բոլոր ոլորտները ավիրած, ոնց հազարու մի հարց կա, ազգայինը խորքային այո հարց է, բայց նաև բազմաթիվ ուրիշ ատենցիալ մնացածը ճաշակի հարց է։ Մնացածը արդեն դառնում է թոշակ, ով ինչքան կկարենա բարձրացնի, առողջապահություն, տնտեսություն, որ կարա մի քիչ ավելի մի քիչ վատանե։ Ազգային հարցը գոյութենաբանական էգզիստենցիալ բանի արժև է մեզ կանգնեցնում եւ որտեվ եթե որ ուղղությամբ ինքը հարվածում է, հա, դրանից հետո բան չկա, բայց մնացած հարցերը կոչվում են կյանք ուղղակի։ Դե հիմա որտեվ իրենք այդ առումով են իրենք ավիրում։ Դե հիմա եկեք նայենք որտեղ են իրանք միակ դիսկոմֆորտը զգում։ Իրանք միակ դիսկոմֆորտը զգում են ազգային հարցի դեպքում, որովհետև այդտեղ իրանք ամբողջությամբ բոբիկ են։ Ես մի քիչ համաձայն չեմ նաև Թալանի հարցում, երբ որ Թալանի հետ կապված խորքային գնում էի, իհարկե սողությամբ այդքան էլ լավ չի աշխատում ընդդիմությունը, բացահայտում են իրենց ահռելի գումարները, Թալանները, իրենց օլիգարխները, հենց մեզ կամ դատի են տալիս, կամ հարձակվում է, կամ ընկնավորվում է, այսինքն այդ Թալանն էլ է իրենց Համաձայն եմ, բայց ամենա Դե բնականաբար ազգային հարցն է, որտեղ այս համար Բայց ցավոք մի վիճակ է ստեղծվել, երբ որ մենք ընտրական process-ի մեջ ենք, մենք ասելով ես ու դուք չէ, երկիրը եւ ընտրությունների ժամանակ հաշիվը ամեն մեկ մարդու քվեն Տեսնում եք, մեր հաղորդումներին ամենտեղ այս գովազդը մտնում է։ Նորից ու նորից զգուշացնում եմ, այս գովազդները մեզ հետ բացարձակ կապ չունեն, իրանք ուղղակի ավտոմատ գալիս են։ Այո, գալիս է, դուք նկատի ունեցեք, որ ահաբեկչությունը բոլորիս նկատմամբ բոլոր ուղղություններով շարունակվում է։ Խնդրեմ։ Հիմա վերադառնալով, հա, ընտրական ճանապարհի մեջ ենք եւ ստեղ ինչ է ստացվում, որ ընդդիմությունը ինքն էլ ես վստահ եմ եւ Հայաստան դաշինքը եւ ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքը վստահաբար համաձայն չեն այս վիճակի հետ, նկատում եմ ազգային հարցի ու վստահաբար լավ էլ կուզեին, ասենք Բաղդադ Սրբազանի պես իրանք էլ նույն բանը ասեին։ Բայց ելնում են այդ հայտնի վիճակից, որ մարդիկ պատերազմից հոգնած են, վախեցած են, որ Արցախը միանգամից ասոցացվում է պատերազմի հետ, որովհետև անկախ կրթական աստիճանից ցանկացած մարդ որ մտածելու կարողություն ունի քիչ թե շատ հասկանում է, որ առանց պատերազմ դա հետ չի լինելու բերել, եւ առանձնապես այդ թեման չեն շոշափում, որովհետև ժողովուրդը վախեցած է, բայց մենք պետք է հասկանանք, որ ժողովրդի մեջ այդ վախը մցրել է բանը, մցրել է այս իշխանությունը, մցրել է Ալիևը այս իշխանությունների ձեռքով։ Մենք գալիս ենք այստեղ մի հատ փակ խնդրի։ Դրա համար ելի եմ կրկնում, այս պատմությունները հալալ է այս կանանց առիթ չենք ունեցել ձեր տաղավարում խոսելու եւ Մոսյան Արմինեի դրվագից եւ Տիկին Սողոյանի դրվագից, որտեւ իրանք մերկացնում են մի բան, որը անհնար է ծածկել քողարկել եւ այդտեղից էլ առաջանում են այդ ջղաձգումները։ Ու այդ ջղաձգումները մատնում են հիմա մեր մոտ վերնագիրա, չէ՞, դրած շատ այսպես ամպագորգոր բառերով, բայց բնավ ամպագորգոր չի։ Այդ ջղաձգումները մատնում են ինչ որ Հայաստանում կա։ Հիմա դեք մարդը ասում է անիմաստել է կրկնել, բնականաբար չեմ կրկնելու, բայց փաստացի է, այսինքն էլ բռնության քարոզ, էլ ատելության խոսք, էլ պաշտոնական դիրքի չարաշահում չի, վերազանցում չի, չգիտեմ ինչա, ուղղակի պարզ բան է, այսինքն ու մենակ էս չէ։ Նաև օրեր առաջ չեմ հասցրել հետևել, միգուցե ձեր տաղավարում դրան անդրադարձ եղել է, կապված է վարորդական իրավունքի վկայականների վերաթողարկման հետ, գիտեք, ասենք միշտ ինչ որ մի չափ ամեն ռեժիմ փորձում է պահի,
օրինակ Ստալինի ժամանակ ոնց էր, չէ՞, մարդկանց որ պիտի տանեին գնդակահարության, վերջում ծեծով ջարդով ստիպում էին, որ ինքը ստորագրի մեղադրական եզրակացության տակ, որ ընդունում է մեղքը։ Ընդ մարդ չկա արդեն ծեծված, ջարդված, արյուն լվիկ բան, բայց ստիպում էին ստորագրի, որ ձևական կողմը պահեն։ Ախպեր ես այս քո ստորագրությունը չի։ Всё, անցանք առաջ։ Քո ստորագրությունը ընդունել ես մեղքդ։ Հիմա ասենք կարգ գոյություն ունի այդ անդերը ստանալու։ Փաստացի մարդը բառացի հայտարարում է, այլ ուղիղ էթերում էր Facebook-յան ստատուսով, որ օրենքը ինքն է։ Սրանից այն կողմ համանդրական կարգի տապալում, սրանից այն կողմ իշխանության յուրացում անհնար ուղղակի պատկերացնել։ Ու այստեղ հարցը մենակ բանը չի է, ես իդեպ լիքը մարդ գիտեմ նաև ընդդիմադիր այսպես հակվածությամբ, պարզ քաղաքացիներ, որ սրանով իրանց սիրտը շահեց ինքը, ասում են հա դե գնալու ենք Իրան ընտրենք, այս պրավաների հետ կապված, բայց դե մեր խնդիրն է հիմա նաև բացատրել, որ մարդը, որ մեկ ինչ-որ միտեղ օրենքը ծալում անցնում է առաջ, օրինակ օրենքում գրած է, որ Հայաստանը իրավունք չունի Արցախը ճանաչելու Ադրբեջանի կազմում, տենց օրենք կա 92 թվից էլ ինքը ճանաչում է, դրանից հետո ամեն ինչ ինքը կարա բան անի, ամեն ինչ կարա իրանով անի ու իդեպ, երբ որ ինչ-որ մեկը կանգնի ասի հոպ ես ինչ ես անում օրենք գոյություն ունի, գիտեք իր պատասխանը, եթե դեմ էիք հեղափոխություն անեիք։ Սա դասական բռնարարի բան է, բռնարարի քաղաքականություն է, ոնց որ մարդուն շղթաներով կապես այս պարավոյին, բերանն էլ սկոչով իզալենտով փագես, հետո ասես բախի չես ձեն հանում, այսքան էլ քեզ հայոյում եմ, էլ խփում եմ, Իմացեք չեմ աղան մասին երեք պաստառների։ Իմացա եւ պարտք եմ համարում հիշատակ էլ թեկուզ այսպես բառացի, որ քաղաքացի, որը առերևույթ, այսինքն դե գործել չհասցրեց բացվի դատարանի վճիռ լինի դրա համար, պետք է ասել բան, ենթադրյալ առերևույթ ասում են, որ բաներ արել, պաստառեր փոկել, ինքնասպան ա եղել հոգեբուժարանում, դե իրեն բռնի տարել են հոգեբուժարան, մարդը ինքնասպան ա եղել։ Եվս մեկ մա այս իշխանությունների խղճին։ Ինչի էսպես վերաշարադրեցի, որովհետև չեմ կարծում, թե բավարար է դեպքը այս ամբողջ ընդդիմադիր նախընտրական աղմուկի մեջ բավարար ուշադրության արժանացավ։ Իհարկե, այդ Զորաբյան Նառանը լավ ձեր եթերներում ասում, եթե սալիներ նախկին իշխանությունների ժամանակ, հիմա այդ մարդու պաստառներով, դիմանկարով պաստառները արդեն հեղեղել էին փողոցները, դեսպանատների դիմաց ցույցեր էին, դե մի խոսքով եղած արդեն հասկանալի է թե հիմա ինչու արևմուտքը ուշադրություն չի դարձնում այս դեպքերին, բայց սա մարդկային մահ է, այդ մարդը կար, այդ մարդը հիմա չկա։ Այսինքն կա իրավական պատասխանատվություն, կա բարոյական պատասխանատվություն։ Հասկանում եք մարդասպանը ով է, որ ամբողջ օրը ձեզ ասում է, չգիտեմ, հիմա նայեք, հիմա տեսնում եք ինչ է մարդասպանությունը։ Առերևույթ պաստառ փոկել ես, անդադ պետք է սկզբունքորեն ասեմ, գործ այնտեղ չհասցվեց լինի էլի լսում։ Իսկ դու գիտեք իրենք քանի պաստառ են փոկել գիտեմ։ Սամվել Կարապետյանը։ Առերևույթ պաստառ փոկելը ինքը վարչական իրավախախտում է։ Այդ էլ հələ պետք է հասկանալ պաստառը ճիշտ տեղում էր կպցված, թե չէ, օրինակ եթե մեկը բերի Թումանյանի արձանի վրա պաստառ կպցնի, ու պաստառը ուզում է ալնի։ Մյուսը կարող գնա հանգիստ փոկի, որովհետև 2021 սահմանված տեղեր կան։ Նիկոլին ձայն տվածներ այս մարդու մահը եւս ձեր խղճին է։ Իդեպ Նիկոլին ձայն տվածների մասին։ Եթե թույլ տաք։ Հիմա բոլորը միացել են, հիմա այսա ասեմ ու դու չմոռանաք, չեմ մոռանա։ Հիմա Ալենն է խոսել, ասել է ես երկրորդ նախագահին կզացնելու եմ, ես քիչ առաջ առաջարկեցի իրեն, դե տղա ես հայտարարի, որ Ալիև դու ասել ես 300,000 հայ են ադրբեջանցի են բերելու, Հայաստանն էլ արևմտյան Ադրբեջանը, դե տղա ես, Ալեն դեռ ռիսկ ունես, եթե կզած համբալ չես, ոնց որ ասում են ձեզ, կզած եք, համբալ եք, ինչ եք, ասա, որ Ալիև քեզ կզացնելու եմ, դե ասա։ Կամ Նիկոլ ասա, որ դու ասում ես 300,000 հայ են բերելու, Նիկոլ ասա 1 միլիոն հայ, որ փախել են, որ մազապուրց եղած Բաքվից, Սումգայիթից, Արցախից, տղա ես, ասա ես էլ 1 միլիոն հայ, Ալիև քեզ կզացնելու եմ, համբալ Ալիև, քեզ կզացնելու եմ 1 միլիոն հայ բերելու եմ Ադրբեջան եւ Արցախ եւ հայկական պատմական այդ տարածքներ, ասա, չէ՞։
2000 Ռիսկ ունի, դե ճիշտ ասես քոչերան, ասում է փաստորենով իրան կզացրել է, համբալի տեղ պահում է, դրան ռիսկ չի անում, բայց մեկը որ ասում է դու Ալիևի համբալն ես կամ կզածես, դրան պատասխանատու։ Օրինակ ինչի, բա ինչի հարցը, օրինակ Ալենը մի հատ տեսնեմ մի օր կունենա տես ռիսկ ասի։ Հա։ Ռիսկի հարցը չի ստեղ։ Ստեղ հարցը այն է, որ երբ որ մենք ասում ենք, որ այս ռեժիմը ինքը բնույթով կոլաբորացիոնիստական է, դա հնչում է արխայիկ, հնչում է երբեմն անհասկանալի, որտեղ այդ вообще ինչ է, հատկապես նոր սերունդը, որ սովետական դաստիարակությամբ չի անցել, բառը նույնիսկ կարա անծանոթ լինի։ Բայց դա իրականություն է։ Եվ ոչ մեկը կոլաբորացիոնիստին չէր ասի, բա դու ինչի ռիսկ չունես, ասենք գերմանացի նացիստներին, որ եկել մեր հողը գրավել են, իրանց թթու խոսք ասես։ Հիմա ստիպված ուրեմն երևի կարճ բարձաբանեմ առանց եթերաժամանակը տալու։ Կոլաբորացիոնիստական էին համարվում այն ռեժիմները, հիմնական երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, որոնք փաստացի նշանակվում էին նացիստների կողմից գրաված տարածքներում իրենց իր ժողովրդին կառավարելու համար։ Ասենք գերմանացիները գրավեցին Ֆրանսիան, Վիշի ռեժիմը նշանակեցին, ասին հա մենք ճանաչում ենք, որ այս հարցերը դու տիրություն արա, բայց իրանք նշանակված էին Գերմանիայի կողմից։ Նույն ձև արևելյան ճակատում, այսինքն մեր խորհրդային ճակատում, Ուկրաինայում, Բելարուսում գրաված տարածքներում իրանք նշանակում էին կոլաբորացիոնիստական վարչակարգեր։ Նույն բելարուսներից, նույն ուկրաինացիներից, դավաճաններ ընկած մարդիկ ամենտեղ միշտ կհայտնվեն։ Եվ այդ մարդիկ զբաղվում էին սեփական բնակչության հարստահարմամբ, սեփական բնակչության սպանությամբ, այդ թվում սեփական բնակչության ցեղասպանությամբ, ուկրաինացին ցեղասպանում էր ուկրաինացուն, բելարուսը բելարուսին։ Հիմա ոչ մեկի մտքով, երբ որ սովետը սկսեց այդ տարածքները ազատագրել եւ մինչեւ 80-ականներ, իդեպ ձեզ ասեմ, կոլաբորացիոնիստներին վերհանում էին, որտեղ շատերը ծպտվել հետ էին վերադարձել սովորական կյանքին, մինչեւ 80-ականներ հələ դատեր եւ մահապատիժներ էին լինում։ Երբ որ կոլաբորանտին, ասենք օրինակ Վլասովին բռնում էին, չէին հարցնում ասում, բա դու սովետական իշխանության դեմ էիր խոսում, ռիսկ չունեիր Հիտլերի դեմ խոսալու։ Այստեղ ռիսկի հարցը չի, այստեղ ստրուկտուրայի հարցն է, այդ մարդը այդ համակարգի անդամ է։ Ինքը դառնալով կոլաբորացիոնիստական ռեժիմ, ինքը այդ նացիստական համակարգի անդամ էր, ինքը որպես չի Հիտլերի դեմ խոսալ։ Այսինքն ինքը ճշնամի, այսինքն ինքը Ալիև է։ Ալենն ու հիմա Ալիև են, հա, դա է նշանակում։ Հա, ինչ է նշանակում։ Նույնիսկ այս իշխանությունները իրանք լավ պատմականորեն եկեք նայենք, էլի։ Պատմականորեն իրանց էվոլյուցիան, որտեղ մեր դեպքում ամեն ինչ շատ ավելի դաժան է։ Եթե այդ պատերազմի ժամանակ պատերազմը կարա մարդու ամենավեհ հատկանիշները ու ամենաստոր հատկանիշները վերհանի, բայց սովորական կյանքում դες միջակ մարդ էր, էլի։ Բայց պատերազմը ստիպում է, որ յայեսկոմ յայինկո։ Մեր դեպքում իրանք կոլաբորացիոնիստ են եղել կամավոր, դուք շատ լավ գիտեք։ Այսինքն իրենց ճշմարտակ էլի։ Ճշմարտակ չեն եղել։ Իրանք կներեք այդ մարդու հոդվածները 90-ականներից մինչև այսօր բացենք նայենք, ասենք նայեմ ես 2001 թվի հոդվածս կարդում, ոնց որ այսօրվա իր տեքստերը լինի։ Ոչ մի տարբերություն չկա։ Իր դեպքում ոչ բռնություն ա եղել, ոչ բան ա եղել, ոչ իդեպ պատերազմն ա պատճառը, որովհետև մենք ունենք այդքան էլ չկողմնորոշված կամ տատանվող քաղաքացիներ, որոնք մտածում են, որ դե հա այդքան էլ լավ չի էս ամեն ինչ որ տեղի ունենում, բայց սա հետևանք է ոչ թե գիտակցված քայլերի, այլ դե պատերազմ ա եղել, պարտվել ենք։ Նախ այդ պատերազմը պարտությունն էլ է իր մեղքով, այս մեկ, եւ երկրորդ չէ դրա պատճառով չի, ինքը միշտ է տենց եղել։ Իրանք են միշտ այդպես եղել։ Նույն հիմա դուք ինչ որ մարդու անուն հիշատակեցիք, որ տենց որ վիրավորանք է հնչեցրել Ռոբերտ Քոչյանի հանդեպ։ Այդ մարդը 2017 թվականի ստատուս ունի, անկախ նրանից ջնջելա թե մնացելա, բայց խտանկարները պահպանվում են։ Հա, որտեղ հստակ գրած է, որ իրանց քաղաքական երազանքն է, տեսլականն է Հայաստան, Ադրբեջան, Վրաստան միասնական համակարգի ստեղծում, բան, հա, այդ պլանքաշության օրինականացում, կարծեմ նաև մարմնավաճառությամբ, բայց լավ չեմ հիշում այդ մեկը, էլ ինչ այնտեղ կար։ Մի խոսքով բաներ, որ հիմա իրանք սենց տնեց անում են, էլի։ Այսինքն իրանք կամավոր են կոլաբորանտ։ Դրա համար այդ հարցը, որ ռիսկը չի հերիքում, ռիսկի հարց չի, ընդհանրապես ռիսկի հարց չի։ Անիմաստ է դա, որովհետև իրանք այդ համակարգի մաս են, այդ համաթուրանական, թուրքական համակարգի մաս են։ Շատ նորմալ է, որ ինքը Էրդողանի գրքով երջանիկ կանգնի նկարվի, բայց ասենք անհետ կորացի բարեկամին հերոսաբար հերոս նահատակի աղջկան
սպառնա իրանց պայքարը ժողովուրդ երկրի ներսում է իրանք երկրից դուրս պայքար չունեն երկրից դուրս պայքար են ունենում ինքնիշխան էլիտաները որ դու քո սեփական ժողովրդի հետ չես պայքարում դու ռեալ իրոք բնականորեն առաջացել ես որպես այդ ազգի սերուց կընտրանի ասում ես լավ հələ հասկանանք արտաքին սահմանները S-ը իրանք չունեն իդեպ նաև դրա համար է որ ամեն մեր ձախողված շարժումից հետո իշխանապողական էլի ես մեր ընդդիմադիր շարժումներից հետո էլ չեմ խոսում ողբերգությունների մասին 2023 թվականի Արցախի ժամանակավոր անկում այս իշխանությունների բանը այդ այսպես կոչված ռեյտինգը ըստ սոցիոլոգիական տվյալների միշտ մի քիչ աճում էր մի 4%-ով 3%-ով 5%-ով թվում է թե հակառակը չէ խիպտի տենց լինի как раз որովհետև իրանց այն կիսատատանվող ընկալողները սկսում էին հարել իրանց որտեղ ընկալում էին որ Նիկոլը այստեղ էլ հաղթեց որտեղ մարդիկ բնական նյարդային մակարդակում հասկանում են ինչի է օրինակ այդքան հեշտ աշխատում քարոզչությունը որ ընդդիմությունը եկավ հատկապես Քոչարյանը եթե եկավ պատերազմ լինելով ոչ որ նրա համար որ Քոչարյանն ասել է ես գալու եմ հաջորդ օրը սկսեմ Արցախի հետ բերել չի ասել այդ մարդը տենց բան լավա թեվա դնենք մի կողմ այլ որովհետև մարդիկ հասկանում են որ անկախ նրանից Քոչարյանը ինչ կասի ինչ չի ասի այդ մարդը ներկայացնում է մեր ազգային էլիտայի անդամներից մեկն է հետեւաբար կարա իր օրոք արտաքին պայքար լինի իսկ սրա օրոք իրանք լավ էլ գիտեն որ լիքը պատերազմներ ա եղել սա ամեն ինչ հանձնում է բայց Իդեպ դու ասում ես որ մեր նախնական զրույցում որ նրանք ովքեր Նիկոլական են իրանք շատ լավ գիտեն որ Նիկոլը ինչ աղետ է բերել ոնց է կործանել Հայաստանն ու Արցախը եւ գիտեն որ վերջնական կործանելու է իսկապես իրանք այդ գիտակ ասենք լավ գիտեն որ ինչ արել բայց միևնույն է շարունակում են մնալ իր հետ ընդհանրապես իրանք այսինքն գիտակցաբար մասնակից են Արցախի եւ Հայաստանի կործանմանը իմ հաստատ համոզմունքն նրանք ովքեր որ Նիկոլին ընտրել են եւ հիմա ընտրելու են իմ հաստատ համոզմունքն է ոչ միայն այդ մարդիկ այլ Հայաստանի բոլոր մարդիկ ամեն ինչ շատ լավ են հասկանում չառասարակ դիմադիր ընդդիմադիր տատանվող չկողմնորոշված աջ ցախ էական չի բոլորն են շատ լավ հասկանում որտեվ իրավիճակը իրականում բավականին պարզ է մի քանի անգամ ձեր եթերում ես այդպիսի ալեգորիկ օրինակներ էլ հիշում եք բերել եմ օրինակ ասել եմ մարդիկ որ պնդում են որ թուրքը թշնամի չի կան չէ շատացել են թուրքը թշնամի չի ռուսնա թշնամի դե ասում եմ օրինակ եթե այդ մարդիկ իմանան որ բանում մեծամորում կանգնած է թուրքական զորքը հեսա մի կես ժամից Երևանում է լինելու կմնան Երևանում թե կփախնեն չէ կփախնեն ռուսական զորքի մոտ կասեն մեզ պաշտպանեք հա եթե լինի ռուսական զորք կփախնեն նո համենայնդեպս Երևանից շնաբարո քաղաքագետներ են որ ամբողջ օրը Ռուսաստանի դեմ խոսում են ականջները կախած ինչ որ հայվաններ են լսում են դրանք առաջինը դրանք կփախնեն կասեն տեսեք այս բան ունենք այս անձնագիր ունենք իմ մամա պապան է սովետական կրթություն կվազեն ռուսական բանակի տակ առաջինը դա դառա որ մարդիկ ամեն շատ լավ հասկանում ինչ որ աղբեր կա աղբ ոչ աղբեր ինչ որ չիբուխ ինչ որ Վահագնից որդի ինչ որ անասունակ կույտեր կան էլի տենց Բաբաջան եսի ինչեր կան Խուրշուդ եսի ինչեր կան շիրին շներ կան այդ կատեգորիա այդ ինքնախոստովանություններ այդ մեկը տվյալ մարդու կողմից բանա այսինքն ստացվեց որ չէ իրոք բոլորն են անխտիր ամեն շատ լավ հասկանում չէ ասեն ամեն ինչ իդեալական է հիմա կգնաք դուք Բաքու ապրելու ձեզ բան չեն անի չեն գնա կգնաք Ռուսաստան այդ նույն պայմաններով վազելով կգնա պատրաստեք որ թուրքը գա ձեր տան դիմաց ինքը ապրի էլ չեմ ասել ինչ անելու առաջի փաստորները իրանք են հենց այդ նույն հաչացողները այդ Վահագնի ծնունդ շունը այն շիրին շունը այն Խուրշուդ շունը Արամ շունը թուրքի շները հիմա հարցը առաջանում Բաբաջան շունը իդեպ դուք շատ ճիշտ արեցիք որ բանի դեմ խոսում են հայվաններն էլ ականջները կախ լսում են թե ինչ են խոսում ռուսների դեմ եւ ոնց են պաշտպանում այն արևմուտքն որ ինքնիշխանություն ասում են ինքնիշխանությունը պիտի ոտքի տակ չտանք Ռուսաստանի հետ այն անասուն բանն են անասունությունն են դուրս տալի որ այն երկրները որ ինչ ինքնիշխանություն գնացել է մի երկրի նախագահի առևանգե տարել մի երկրի բան դրանց պաշտպանում են այդ մի կողմ թողեք այդ կոպիտ ասած մեր բազարը չի այդ մակարդակը ում կառևանգի չէ բայց այդ են իրանք դեբիլներ են դրանցով են այդ դեբիլները իդեպ Ռուսաստանն էլ հիմա հետաքրքիր օրենք է ընդունել որ ռուսական զինված ուժերը կարան օգտագործվել այն դեպքում երբ Ռուսաստանի քաղաքացին այլ երկրում դատվել է առանց ոնց որ ռուսական կողմի ներգրավման էական չի ես մեր մակարդակը չի
մեծերը կոպիտ ասած ինչ ուզես կարան անեն, փոքրերին դա չի կարելի։ Ես ուրիշ բան ասեմ։ Խոսում են ինքնիշխանությունից, բայց գալիս են Հայաստանում, Զելենսկին ինչ արեց, հայտարարեց ռազմական սպառնալիք հնչեցրեց Ռուսաստանի հանդեպ։ Բանն էլ Ֆրանսիայի նախագահն էլ ասեց ռուսական ռազմաբազայի հարցը, չէ՞։ Բա եթե ինքնիշխանությունից եք խոսում, դա այդ երկրի ինքնիշխան իրավունքն է որոշել իր երկրում ինչ ռազմաբազա լինի, ինչ չլինի։ Հայաստանը ունի պայմանագիր 2010 թվականին կարծեմ Ռուսաստանի հետ երկարաձգած 49 տարով։ Դա երկկողմանի պայմանագիր է, դա Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունն է այլ երկրի հետ։ Դուք ինչ գործ ունեք խառնվում եք։ Կարա՞ք օրինակ նույնիսկ գնաք Հարավային Կորեայում, ասեք լավ կլինի, որ այդտեղ ամերիկյան ռազմաբազա չլինի։ Չեք կարա։ Այսինքն ստացվեց, օրինակ սա Հայաստանի ինքնիշխանության խախտում է։ Մյուսը, երբ որ դու քո երկիրը պրախադնոյդ ոռ ես սարքում, որ այլ կռվողներ, տեսեք, ես հենց չեմ էլ ասում, որ կռվողներից մեկը գոնե թղթի վրա դեռ քո դաշնակիցն է, Ռուսաստանը։ Հաշվենք դու չեզոք ես ռուս-ուկրաինական բանում։ Բայց ինչ գործ ունի կողմերից մեկը գա քո երկրի տարածքը օգտագործի հայտարարելու համար, որ ես իրանց տոնը հարամ եմ անելու։ Իրական ինքնիշխան բանի դեպքում, էլիտայի դեպքում ընդհանրապես մտքով չեր անցնի Զելենսկու կամ Մակրոնի հականչի նման բան ասել, կամ եթե մտքներով անցներ շատ ուզեին, կասեին բանա, կասեին եկեք համաձայնացնենք պրոտոկոլի, հա, բաներ, խողովակներով դիվանագիտական, մեր երկրի նախագահը ուզում է բան անի, ուզում է sense բան հայտարարի, օրինակ դուք դրան ոնց կնայեք։ Մենակ ասել իհարկե բացասական կնայեմ։ Ստե ինքնիշխանության մասին խոսք չկա, Ժորժ ջան։ Ինքնիշխանությունը երբ որ դու ես որոշում ինչ ես ուզում անել, ոչ թե թշնամին ապարտադրում։ Ես կարող անցած գնացած բան է, բայց եկեք մի դրվագ հիշեցնեմ 2023 թվականի ամառվանից։ Հատկապես ես ուզում եմ դեմոկրատիայի հարցին անդրադառնալ, որովհետև այս իշխանության քիչ թե շատ հաջողված քարոզչական բաներից մեկը, ստերից մեկը, որով մարդկանց փորձում են մոլորեցնել, նաև դա, որ իրանք ներկայացնում են դեմոկրատիան, պայքարում են դրա համար, իսկ մենք ինչ որ բան ենք, այդպես խավարամիտ բռնապետեր ենք։ Եկեք մի բան հիշեցնեմ դեմոկրատիայի մասին։ 2023 թվականի ամառն էր, հունիս ամիսն էր, վայ թե հունիս կամ հուլիս, երևի հունիս։ Ազգային պատգամավորներից մեկը, չեմ հիշում ով էր, միգուցե Գեղամ Մանուկյանն էր, իրոք չեմ հիշում ով էր։ Ազգային ժողովի ամբիոնից հնչեցրել էր հերթական մի սոցիոլոգիական հետազոտության հրապարակման արդյունք, ըստ որի հարցվածների բնակչության, չեմ հիշում 90%-ը թե 89%-ը դեմ էր, որ Արցախը Ադրբեջանի կազմում լինի։ Դա 2023 թվականի ամառն էր, դեռ այդ Արցախից մնացած կտորը կար։ Ազգային ժողովի ամբիոնից։ Այդ ընդդիմադիր պատգամավորը իր ասելիքը ասես նստեց, վեր կացավ այս դե ֆակտո կառավարող ուժի մի հատ ներկայացուցիչ, ինքը տենց շատ հայտնի էլ չի, տենց շատ աչքի ընկնողներից չի, տարիքով մարդ է։ Վեր կացավ, բառացի, գրեթե բառացի եմ ցիտում, ասեց այդ որ արդյունքներ է հրապարակում, ժողովրդի էսեն, այսքան տոկոսը դեմ, ասեց, ուզում է 100%-ը դեմ լինի։ Մենք այդ չենք հաշվի առնելու, մենք հաշվի ենք առնելու իրողությունները, ոչ կապ չունի ինչն ենք հաշվի առնել, մարդը փաստացի ասում է, կներեք մի քիչ ոչ ցենզուրային բառակապակցության համար, փաթաթած ունենք մենք ձեզ էլ, ձեր ժողովրդի կարծիքն էլ, ձեր տոկոսներն են։ Ինքը չի ասում, մենք չենք վստահում այդ հարցմանը, մենք ունենք այլ հարցում, եսի ինչ, չէ, ինքը բառացի ասում է, մենք ժողովրդի կարծիքի վրա թքած ունենք։ Հիմա որտեղ է ստե դեմոկրատիան։ Ստե չկա դեմոկրատիա։ Կամ դեմոկրատիայի, երբ որ նույն այդ պրավեկի հարցին նորից գալով կարգ գոյություն ունի։ Իդեպ լիքը մարդիկ, դուք այսօր մի քիչ ինձ բան արեցիք, անհամաձայնություն ցույց տվեցիք, որ ես ասում եմ, որ ազգային հարցից են կողմ մեծ հաշվով խնդրեմ չկա, լավ, ընդունեմ ձեր քննադատությունը, օրինակ սոցիալական մի հարց բարձրացնեմ, այդ վարորդական իրավունքի վկայական ձեռքբերելու հարցը, որը բավականին բարդ process է մեր երկրում։ Մարդիկ վիզաների պես մի բան է, այս Շենգեն վիզաներն է, չէ՞, մի հատ այս եկապատմությունը, այտենց մի բան է։ Մարդիկ 100 անգամ կտրվում են, օր չի լինում վերցնել, ոչ մի եկապատմություն։ Մարդիկ, մարդ են դրանք, քաղաքացի են, անցնում են օրինական ճանապարհով, դու գալիս ես, որպես էդի կաշառքել չեմ ուզում ասեմ, կաշառքի մեջ էլ համու հոտ կա գոնե։ Օրենքը ծալելով, գցելով մի կողմ, օրենքի վրա թքած ունենալով, ասում ես, հա, ես թակավորն եմ, այս հպատակներից ներում եմ բաշխում։ Իսկ այն մի հպատակներից թող գնան էշի պես օրինական ճանապարհով գնան։ Սա եղավ պետություն։ Սա պետություն չկա, սա մի մարդու բան է, կալվածքել չի, ինքը պրոստը ստե որպես կուսակալ, որպես վալի նշանակված է Ալիևի ու Էրդողանի կողմից։ Փաշա է էլի։ Լավ է բռնում ազգանվանը։
Սա է մեր Հայաստանի վիճակը։ Դրա համար վերադառնալով ազգային հարցին իրականում Առերեսվում է հիմա նորից մի կին դուրս եկա, որ ձեր լեզվին տեր կանգնեք, ես ոնց եք խոսում, այո, այսինքն այդքան էլ հեշտ չի էլի հիմա ինչ է կատարում, բայց մի քանի ուշագրավ բան կա, ուրեմն մենք դե գիտենք, ուրեմն ներկայացնեմ հիմա այսօր Նիկոլին եւ դրա ուրեմն բարերար Արամ Գևորգյանն է գրել այսօր Նիկոլին եւ նրա շայքի բմբլած արժանապատիվ կինը մանկաբարձ գինեկոլոգ Արփինե Սողոյան 2020 թվականի հոկտեմբերի 6-ին պատերազմի ամենաթեժ կետերից մեկից Հադրութից գերեվարված եւ անհետ կորած համարվող 18-րդ դիվիզիայի բուժ ծառայության պետ փոխգնդապետ Հրանտ Ռուդոլֆի Պապիկյանի քույրն է գրել է ուրեմն ինչ է բարձում փաստաբան Տաթևիկ Սողոյանն է գրել մայրիկս էությանս առանցքն է ու պայքարից մոտիվացիայի աղբյուր Ամենաշատը աշխարհում կուզեի մայրիկիս առանց ծիծաղի տեսնել, ինչպես շատերը ճանաչեցիք այսօրվա հերոսը մայրիկս էր, նույն ինքը բժշկական գիտությունների տեխնացու, մանկաբարձ գինեկոլոգ Արփինե Սողոյանը, նույն ինքը 44-օրյա պատերազմում բռնի անհետացած փոխգնդապետ բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը։ Իրադարձության իրավական ու բարոյական շերտերին կանադառնամ ավելի ուշ, մինչ այդ ձեր աջակցության խոսքերը կարող եք մեկնաբանություններում թողնել։ Դուք ես կնոջ ցավը պատկերացնում եք, չէ՞, եղբայր, այդպիսի եղբայր ու Ավինյանը արդեն Սյուզի Բադոյանն է գրել, պարտադրում է ազատել բժշկուհուն, թիվ 18 պոլիկլինիկայից տնօրենը շտաբ կանչվել է քաղաքապետարան, առողջապահության վարչություն, սպասենք զարգացումներին, գրել է լրագրող Սյուզի Բադոյանը, խնդրեմ։ Դե որտեվ այնքան sense դեպքեր եղան, որ մարսվեցին գնացին, քիչ օրինակ Սիսյանի հոգևոր սպասավորներից Տեր Պարքևը եկեղեցուն վարասը սպասիր Աստծո դատաստանին, տեսախ Սիսյանի կագեբեն լցվել էր այդ մարդու տոն։ Ես լուրջ եմ ասում։ Սա ուղղակի մեկ մարդու բռնակալություն է։ Ոչ օրենք կա, ոչ կարգ կա, ոչ զսպում, հակակշիռներ, այս բառը ձեր տաղավարում երևի առաջի անգամ եմ ասում, չնայած 4-5 տարի արդյունավետ համագործակցում են։ Կյանքում ես այդ բառակապակցությունը ասած չկա։ Դասական դեմոկրատիայի բանից է, տեսության լեքսիկոնից է, զսպում հակակշիռ։ Նույնիսկ եթե երկի գլուխը, որ ասենք լիազորությունների լայն շրջանակ ունի, այտենց հրաման է տալիս, ասենք դա տեղում շո մեկը պետք է ասի, բայց օրենքի որ կետի հիման վրա օրինակ հիմա ԱԱՑ-ականները որպես ինչ գնան քահանայի տուն, այսինքն ինչ որ օպերատիվ տեղեկություն կա, ինչ կա, հա, ասենք թե քո դուրը չի եկել։ Նույնը այս կնոջ դեպքում, քաղաքացիա դու սա եկել, ոչ քեզ բան է արել, ոչ օրենք է խախտել, ոչ բան է արել, այսինքն ոնց պետք է իրան գործից հանվի։ Վարդանյան Սամվելը, որ կանգնել էր Սայաթնովայի այն ռեստորան կա մի հատ Սայաթնովայի, քամանչա ինչա, այդ մայթից դեմի մայթ կորացել էր դավաճան։ Այդ տղուն գործից հանեցին, ինքը իսկի պետական հիմնարկում չէր աշխատում, մասնավոր հիմնարկում էր աշխատում։ Գտել էին, կապվել էին ով է, ինչա, կամ նույնիսկ առանց կապվելու, այսինքն իր նախաձեռնությամբ այդ հիմնարկի մասնավոր մենատնտեսն էր այդ տղուն հեռացրել ընդհանուր էս միջավայրը հաշվի առնելով, մասնավոր բաներ էր, հյուրանոցեր, ինչեր, աձեր, սպեր, եսի ինչեր։ Սա նորմալ չի։ Սա ինչ որ իրանք իբր քարոզում էին, որ իրանք պետք է դեմոկրատիա բերեն։ Այն օրը ճվում էր ասում էր, սիրում եմ ձեզ։ Սիրում եմ։ Այ իրական սիրողը չի ասում, իսկ իրական սիրողից երևում է, էլի որ ինքը սիրում է։ Էլ չեմ խոսում, որ սիրո մասին չի խոսում, եթե դու երկի ղեկավար ես, պետք է ինձ անես, որ այդ մարդիկ լավ ապրեն։ Մի անգամ իդեպ ձեր եթերում ասել եմ, որ ինքը նաև ներկայանում է որպես Ռոբին Հուդ, իբր քյասիբների պաշտպան ընդդեմ հարստահարողների։ Օրինակ, քանի քյասիբ կա, որ կյանքը 180 աստիճանով շրջվել է։ Սուրեն Պապիկյանը օրինակ Սուրեն մի հատ այդ վիդեոները դիր քանի քյասիբի կյանքա փոխվել եւ երեք տեսակ որ այո այդ բաները քանի քյասիբ Ավինյան ես նկատի ունեի Ինչ է ծիծաղում Ես կոնկրետ ասում եմ Արփի Դավոյան հերթով բոլորի իր թիմի այսպես կոչված ճակերտավոր քյասիբները միլիոնատեր չես եմ հասկանում ինչ եք ասում բայց այդ քյասիբների ու ինքն էլ կանգնում ասում է բանը ինքն անկոշիկ եղե ինքն է բողոքեթի ինչ արի ահա դա է քանիսի ձայնը բարձրացրու ահա ինչ է տեսք ունեն այդ կառուցած դրյակները ինչպիսի տեսք ունեն ասում են կառուցած նայեք
Սա ոնց գտան քո հարցի պատասխանը։ Նորից դիր։ Ժորդ, այս կարևոր է, բայց Ահա այսպեսի տեսք ունեն այդ կառուցած դղյակները։ Ես չգիտեմ որ էսա տարածը, ինչ որ մի էջեր չէ տարածես, հա։ այս կարևոր է, Ժորդ, բայց նայեք, չէ, էլի քասիբներին թողեք ես վերադառնամ։ Նայեք, իրանք մարդկանց ինչ են համոզում։ Ես տեսել եմ sense բովանդակություն։ Եթե դուք ներքև մեկնաբանությունները կարդաք, շատերը գրում են, դե հա, մարդիկ անում են, աշխատում են, հալալա։ Դուք պետք է հաշվի առնեք, որ վերջում մեր ժողովրդի մեջ արդեն վերջին սովետական շրջաններից սկսած 70-ականներ, 80-ականներ մի հատ այդպես կարծրատիպ կա տարածված, որ լավ կառավարիչը լավ ղեկավար է, նա ով համ ինքն է ուտում, համ է ժողովրդին է փայ հասնում։ Պետք է ցույց տալ, որ ժողովրդին փայ չի հասնում։ Այո, ես համաձայն եմ, պետք է նաև ցույց տալ, որ տեսեք ով էին ինչ դառան, որ քննադատում էին, բայց իրանք էլ ուղղակի սա մի քիչ բան է, մի քիչ ատեղտեղ անպտուղ բանավեճ է։ Գիտեք խի, որտեվ իրանք էլ կարան հանեն ցույց տան, օրինակ որ այս տները որ ունեն, հիպոթեկով է առած։ Մի մասինը ես համոզված եմ, որ հենց տենց է։ Ոսն տեսեք, սովորական ժողովրդի պես ենք։ Պետք է ցույց տալ, որ ախպեր դուք մի կողմ դուք ժողովրդի համար եք, պետության համար եք, եկեք մի հատ նայենք աղքատության աստիճանը, տոկոսով, եկեք թանկացումները, գնա, ասում գնա, հա, էլի գնա փողի արժեզրկում, ամենակարևորը, քանի Ձեր տված թոշակը նայեք, աշխատավարձ։ Հիմա քյասիբներին հետ գալով, քանի քյասիբի երեխա է պայմաններ որ ստեղծվել, որ ասենք խոպանից հետ գա ստեղ բանանի, քանի քյասիբի երեխա է պարզ հանրակրթության շնորհիվ, դա ծրի է, չէ, պետությունը պետք է ապահովի։ Հանրակրթության բարձր մակարդակի շնորհիվ առանց ռեպետիտորի, որտեղ ինչ ռեպետիտոր մարդը փող չունի։ Հանրակրթության մակարդակով գնացել, ընդունվել համալսարան, այդպես ինչ-որ բանի հասել։ Ձեզի տաղավարը մի անգամ ասեմ, սովետի ժամանակ մանկատան սանը դառնում էր ռեսպուբլիկայի նախագահ։ Այդ դա էր սոցիալական պետությունը։ Այդտեղ կար լիֆտ։ Հիմա իրանք ասում են լիֆտ կա, այստեղ արդեն ձեր հետ համաձայն եմ, լիֆտ կա ձեր թայֆի համար։ Լիֆտը էն է, որ ոչ թե մի հատ sense նեղծա կլինի, վրան է գրածել նե երկու հոգուց ավել չմտնել, այլ ամբողջ երկրում դա լինի, որ այո, մանկատան սանն էլ կարենա հասնի բաների, բարձունքների, տաղանդի աշխատասիրության շնորհիվ։ Ստեղ հանրակրթություն կա, օրինակ հիմա։ Քանի հոգի կարա հանրակրթական դպրոցի տված գիտելիքով կամ քանիսի երեխեքն են, այստեղ արդեն կարելի է անձնավորված նաև հարցնել։ Քանիսի երեխեքն են հանրակրթական դպրոցներում սովորում, դու դաժե իրենք իրանց երեխեքին են այբ տանում, որ լավ է գիտեն, որ Սերժ Սարգսյան, Տեր-Մեսրոպ, էս են եւ այլն։ Բա որ Թումո են տալ, մետով էր հիմնել, հետո վա վերել բացել իրանց համար։ Հա, բա չէ։ Եկեք Հյուսիսային պողոտայից ինչի դուրս չեն գալիս։ Այդ կասկադից ինչի դուրս չեն գալիս։ Այդ ոնց որ այդ ամեն ինչը Քոչարյանն ա արել։ Հյուսային պողոտայից, ոնց պատտում եք իր արածնա։ Այդ մարդն այնքան համեստ է մեռանք ասելով արածները ցույց տուր։ Դե հիմա քիչ թե շատ ասում են որ նախընտրական բան է։ Ոնց է գնահատում այս նախընտրական այս փուլը, դե Նիկոլը ինչի անում։ Դե տեսեք, Նիկոլը ինչի անում, կարճ ամփոփ ասա, ինչի անում ըստ էության այս փուլում։ Չէ, ուղղակի, այսինքն հիմա վերջ ասելու է, կզսնելու եմ քեզ Ալիև, ասելու է թե չէ համբալ։ Ինչի։ Դե ասացի։ Ղեկավարն է իրա։ Հա, իրա ղեկավարն է, չի կարող ասել։ Բա ինչի որ մեկը ասում է դրանց վրա հարցակվում է։ Բա ղեկավարի վրա են հարցակվում։ Չէ։ Երբ որ մեկը Ալիևին է, չէ՞ ասում։ Բա իր ղեկավարի վրա են հարցակվում։ Դրա համար է հարցակվել Ծառուկյանի, Սամվել Կարապետյանի ու Քոչարյանի վրա, հա։ Իդեպ մի բան, հա, որ ասում եք ինչ անում։ Անցած ընտրություններին 21 թվականին իրանք հավաքել են, եկեք ես մեկը սենց հեռախոսից չոտքի ասեմ, էլի։ 688, չէ, ինչ 300, լավ է։ 300 բան եք հավաքել։ Անցած ընտրություններին ԿՊ-ն տենց է, կենտրոնական ընտրական հանձնաժողովի արխիվով տենց է, ես որևէ բան չունեմ այս ընտրությունների լեգիտիմության հանդեպ, ունեմ 0 բան, վստահություն, բայց այն ինչ որ կա դե ֆակտո 688761 ձայն 688761 ձայնը այդ վաղտ 21 թվին ընտրական իրավունք ունեցող բոլոր մարդկանց 26.5%-ն է։ Մինչդեռ խորհրդարանում իրանք ունեն 71 բան, չէ, падգամավոր, մի րոպե, սա սաղ տեղը կընկնի։
66%։ Իրանք ստացել են ընտրելու իրավունք ունեցող բոլոր քաղաքացիների ձայների, այդ բոլորի ընդհանրապես ընդամենը 26%-ը, բայց խորհրդանում ունեն 71 մանդատ, որը ընդհանուր մանդատների թվի 66%-ն է։ Այս 26.5-ը, այդ ինչ կախարդական փայտիկով է դառնում 66։ Սրանից եմ ես ուզում խոսամ, որ գալով ձայների փոշիացում, բան այդ թեման են հիմա ասում եք ինչ անում ԿՊ-ն փորձում է իր էլեկտորատին մոբիլիզացնի, էլի եմ հիշեցնում 26.5%-ն է ընդամենը իրանց ձայն տվել։ Այդ պրոստը համադրության, ընտրական օրենսգրքի, մեր այս ծուռ համակարգի արդյունքում է 26.5-ը դառնում 66, էլի չկա տենց բան։ Ինքը հիմա փորձում է այդ իր եկեք պայմանական ասենք, որովհետև այդ անցյալ թիվն է, էլի։ Այդ իր պայմանական 26.5-ին նենց անի, որ այդ մարդիկ մոբիլիզանան, ասեն, սրանք մեկը գրել էր մի հատ fake-էր, ինչեր, նենց չի տենց մարդիկ չկան, ցավոք կան, բայց չգիտեմ fake-էր թե իրական էր, հենց անով էր գրողը, գրել էր, բխի ես սրանց իսկի թողել Հայաստան, արա որ մի հատ էլ հիմա վրեդ գորգորում են բաներ, էլի ինքը հակահայ էր այդ գրողը, բայց հələ մի հատ էլ Նիկոլին բողոքում էր, որ խի նորմալ հակահայ չես էլի, խես կիսատ պռատ, խես вообще թողել Ղարաբաղցիք հասնեն Հայաստան, որ մի հատ էլ հիմա վրեդ մուննատ գան։ Այն ինքը փորձում է այդ մարդկանց մոբիլիզացնի, որ ասեն՝ «Յո, մի րոպե հələ ես մեր ճշնամիները գլուխ են բարձրացրել, եթե Նիկոլին ընտրենք»։ Որ այդ թիվը 26.5 կլինի, 27 կլինի, 21 կլինի, 19 կլինի, 24 կլինի, էական չի։ Կարևորը այդ թիվը հələ նախ լինի եւ միևնույն ժամանակ ինքը փորձում է ապա մոտիվացնել, վախեցնել, լուրջ վերաբերվեք, ժոր սրա։ Մեր վրա սա կարող ազդեցություն չունենա։ Ստե ասենք մեր համար նստած խոսանք։ Բայց լիքը մարդ նայում է, վախում է, լիքը մարդ նայում հուշ տալնում, հուշ տալնելը, վախելը տարբերն են առնում։ Բայց եթե նույն հիվանդանոց հասկանա, որ իրենք կանգնեն, այլմիս հիվանդանոցը կանգնի, էլ ինքը չի կարողանա, չէ՞, միանգամից մի ամբողջ հիվանդանոցի անձնակազմ հեռացնել, երկրորդը հեռացնել, երրորդը հեռացնել, չի կարողանա, չէ՞, այլմիս հիմնարկ, այսինքն մի օր այս պորտկումը պիտի լինի։ Դե բռնապետությունը հաղթահարելու խնդրեմը հենց այդ է, էլի, որ պահին Գևորգ Չավուշ Երբ դուրս կգան, մի հատ այնց խոսք կա, որ վերագրվում է Գևորգ Չավուշին, ասում է, եթե գիշերը բոլոր հայերը որոշեն մեռնել Հայաստանի ազատության համար, առավոտը բոլորը կզարթնեն ազատ։ Բայց ամբողջ խնդրեմն էլ է դա, որ այտենց գիշեր չեղավ, որ բոլոր հայերը որոշեն, որտեղ Օսմանյան բռնակալության պայմաններում դժվար է։ Չի արդեն Ալիևը որոշել է, ինչ է։ Լավ, չէ, եկեք վերադառնանք փոշիացմանը։ Հատկապես որ, չգիտեմ, դրա մասին ձեր տաղավարում խոսել եք թե չէ, ես դրանից հետո չեմ եկել, էլի։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մի հատ հետաքրքիր հայտարարություն տարածեց, ասաց Ջորջ ջան, հանգիստ եղեք։ Անցողիկ շեմը չհաղթահարածների ձայները ոչ մեկին չեն գնում, եւ հետեւաբար ձայների փոշիացում երևույթ չկա, կա։ Այո, անցողիկ շեմը չհաղթահարածների ձայները ոչ մեկին չեն գնում, իրանց հետ դուրս են մնում պայքարից։ Բայց ձայների փոշիացում կա, ինչի, որովհետեւ ի վերջո մանդատների քանակը հաշվում է սենց։ Պողոսը ստացել է այսքան, այդ թիվը բազմապատկվում է 101-ով եւ բաժանվում է այն թվի վրա, որ անցողիկ շեմը հաղթահարածներն են ստացել, բոլորը իրար հետ։ Հիմա 2021 թվականին այտենց փոշիացել է, հեսա ասեմ, 100 միլիոն ձայն համարյա, հեսա կոնկրետ թվով ասեմ։ 251,801 ձայն փոշիացել է, այսինքն այդ հայտարարից դուրս է եկել։ Հիմա եթե այդ փոշիացումը չլներ, եկեք համեմատենք, իրանք այսօր ունեն 71 մանդատ, համարենք այդ փոշիացած ձայները բոլորը գնացել են կամ Հայաստան Դաշինքին կամ գնացել են Պատիվ ունեմին։ Այդ դեպքում իրանք կունենային առավելագույնը 57 մանդատ։ 71, այսինքն 20 ձայն, համարյա 20-ից մի քիչ է։ Որտեղ 71-ը, որտեղ 57-ը, որտեղ սահմանադրական մեծամասնությունը, որտեղ հարաբերական մեծամասնությունը։ Այսինքն այսօր այն ուժերը, որ չեն անցնելու, իրանք շատ լավ գիտեն չեն անցնելու։ Չէ, իրանք օգնում են ամենայն Հակ, Էդմոն Մարուկյան, ամենայն հարգանքով կամ անարգանքով, բայց բոլորը այդ ձեր ձայները գնալու է, որ ասում են այդպես չի։ Ինձ էլ են ասում են դու չգիտես այդպես ես խոսում եի, այդ ձայները մաթեմատիկա չի գնալու, այդ ձայները ձեր գնալու է։ Փաստացի հոգենում է, եթե իր մանդատների քանակը մեծանում է, այնտեղ հայտարարը փոքրանում է, մանդատի քանակը մեծանում է։ Մի բանա 10-ը 2-ի բաժանես 5 դառնա, թե մի բանա 10-ը 10-ի բաժանես 1 դառնա։ Ամբիցիաների համար, իրանց ինչ որ կրճոնների համար հիմա տենց մտել են։ Չէ, դա մյուս կողմից էլ պիտի մարդիկ հասկանան, որ պետք է ռեալ տալ այն ուժերին, որ ռեալ գիտեք, որ այդ մարդիկ
անցնելու են, չփոշիացնեք ձեր ձայնը։ Հիմա ռեալ ընդդիմադիր 3 ուժի մասին է խոսքը՝ Հայաստան դաշինքը, Սամվել Կարապետյանի ուժը եւ Գագիկ Ծառուկյանի ուժը, այսինքն այլ ուժի հարգեք, սիրեք, հարեք, բայց իմացեք, եթե մյուսներին տակ ձայն, ուրեմն այդ ձայները փոշիանալու է։ Ոնց որ այդ 251,801 2021 թվի։ Իհարկե կան հիմա գիտեք ընդդիմախոսներին ինչ կարան ասեն կամ պրոստը թեկուս չեզոք լսողները կամ համակիրները կարան ասեն հա բայց այնտեղ հիմնականում ուժեր են որոնք սենց տենենց որոնց ընտրողները ազգային ուժերին չէին էլ ընտրելու նույնիսկ կարելի ասել որ իրանք փոշիացնում են ԿՊ-ի ձայները ոչ թե ազգային ուժերի դժբախտաբար ամեն ինչ բաժանվել է այդգար երկու մասի կամ այդ ազգային ուժերն կամ թշնամիներն են չէ բայց ես ասում եմ թե ինչով է նաև իրանց առաջադրվել է խնդիր դա հիմա ասենք օրինակ հանրապետություն կուսակցությունը անենշի հանրապետություն ընտրողը այդպես խելակորույս գալու էր ձեր նշած դրանց մասին չենք խոսում հիմա այդ բայց իրանք էլ են առաջադրվել խանգարում որովհետև երբ որ կա 19 ուժ ընտրությունների լրջությունն է կորում այսինքն նայեք ընդդիմությունը ինչ կարում է փորձում է անել մարդկանց բացատրելու համար որ սրանք սովորական ընտրություններ չեն գոյաբանական Հայաստան դաշինքը իր բառապաշարով ուժեղ Հայաստանը իր բառապաշարով էական չի բայց փորձում են դա հասկացնել բայց գիտեք մի բան է երբ որ այդ դեպքում լիներ 2 առավելագույնը լավ առավելագույնը 4 ուժ մի բան է որ կա 19 լրջությունն է կորում դե հատուկ է արել Նիկոլը հատուկ ինչ որ ընդդիմադիրների փող ա տվել որ մասնակցեն կամ էլ այդ ընդդիմադիրները կրճոններ են գտել մասնակցեն մի բաներ իրանց մնա ու պրոիշխանականներ ոչ միայն այո եւ դրանք եւ նաեւ այդ պրոիշխանականները բարձր դրանց էլ Նիկոլն ա տվել որ մտնեն պայքար մեջ հետեւաբար այդ գնացեք այդ ձայների փոշիացում կա ուրեմն գնացեք այդ 3 ուժերի հետևից Հայաստան դաշինքի Սամվել Կարապետյանի եւ ուժեղ Հայաստանի եւ Գագիկ Ծառուկյանի հա չէ համաձայն եմ որովհետեւ գիտեք ասելու բան էլ էլի ոնց որ չի մնում այսինքն պարզ տրամաբանությունն է պետք է ընտրել ճիշտ է ասիկ երկու պարամետր կամ մեկը ձեր ասածն է անցողիկ շեմ հաղթահարելու ողջամիտ շանս ունեցողներին եւ երկրորդ նրանց որոնք կոալիցիա չեն կազմի ԿՊ-ի հետ հա եթե դե կոալիցիայի հարց առաջանա Դերեկ Թաթյանը միջև հիմա ասում է չէ ես չեմ գնալու այդ ընդդիմադիրն հետ բա ինչ ես անելու դու Ինչ որ լղոզած պատասխաններ ա տալի բա ինչ ես իբր թե տենց շատ շուստրի եմ ժողովրդին բերում ինչ ա ուզում ասի Չէ այդ էական չի ես նկատի ունեի որոնք ԿՊ-ի հետ չեն կազմի կոալիցիա հիմա ձեր նշած 3 ուժերը հատկապես Հայաստան դաշինքն ու ուժեղ Հայաստանը հաստատ չեն կազմի Գագիկ Ծառուկյանն էլ չգիտենք վերջում ինչ կասի հույս ունենանք որ չի ասի չէ Դե ամեն ինչ տրամաբանությունը հուշում է որ չէ Հա բայց մենք վատ օրինակներ ունենք անցյալում դատողությունը հա իսկ ասենք Հայաստանի դեպքում ուժեղ Հայաստանի դեպքում ասենք Քոչարյանի եւ Կարապետյան Սամվելի դեպքում ակնհայտ է ուղղակի էլի կոալիցիա կազմողը համենայն դեպս տվեք այն մարդկանց որ հաստատ իրենց զայները հետո չեն համագործակցի եւ չեն աջակցի ԿՊ-ին այդ հաստատ բանն է Եվ կպատժեն Հայաստան դաշինքն է եւ ուժեղ Հայաստանն է։ Իսկ մնացածները ասենք թող հետո չնեղանան, որ ասենք որ դուք օգնել եք, ասենք ԿՊ-ին։ Թող նեղացող չլինի, որովհետեւ գիտեք, չէ, համանդրությունը ոնց է ընտրական օրենսգիրքը ոնց է, ասենք ոչ մեկ չի կարասի, վայ ես չգիտեի։ Երկրորդն էլ օրենքի չիմացությունը չի ազատում պատասխանատվությունից, լինի իրավական թե բարոյական։ Ուրեմն գիտակցված եք արել։ Ասենք թող հետո ոչ մեկը չնեղանա, ասի բանա, դե հիմա ինչ անենք, որը տենց է գրած, մենք էլ ենք ուժ, թեկուզ փոքր, որոշել ենք մենք էլ մեր տեսլականը ներկայացնենք։ Մասնակցում որ դու Նիկոլին ասի տեսար, ես մասնակցելով օգնեցի, էլի մի կրճան փոքի էլի։ Պարզ է, բայց հանրային իրանք դուրս են գալու, ասեն, դե հիմա այ քեզ բան, որը տենց է գրած, ուրեմն ինչ, մենակ այդ մեծերը պետք է մասնակցեն, մենք էլ մեր տեսլական ունենք, ներկայացրել ենք ընտրողներին, չէ՞, ախպեր ջան, ստե լալա լուլուի վաղ չի։ Այդ կարայի կանեիք 2011 թվին, 12 թվին, լալա լուլուի։ Դե Մարուկյանը ինչ հարցա լուծում։ Այն Հայկ Մարուկյանը հասկացանք խեղկատակ է, սև ու սպիտակ բաժանող, այս ամենատականք բանն է արել, առաջին ինքն է, չէ՞, բաժանել սև ու սպիտակ ու գնացել համագործակցել Նիկոլի հետ։ Հիմա որ ինչ որ մեկը գնում է այդ Մարուկյանի ձայն տա, ինչ է մտածում։ Ու ամենազավեշտալին որ ինքը իբր մեջներից տենց պրոեվրոպական բանը ու կանգնում ռասիստական բան անում մարդկանց կատեգորիզացնում էին ասենք Սև ու սպիտակ բաժանողը հա մարդկանց տենց դրա համար պատժվելու ես հələ մի հատ է դու անպատիժ ես մնացի հատ էլ ընտրությունների ես մատել խեղ կատակ
Հայ ինչա, Հայկո ինչ Հայկո էր, Հայկո Մկո էր, թե ինչ Հայկո էր, Կարքին Հայկո, հա։ Այսինքն մարկանց տես կատեգորիաների բաժանում են ցեղասպանական Դե ռեժիմները։ Իրանն էլ ենք բաժանել խեղկատակ։ Դե դինք Իրան կարելի է, դրա համար ոչ մի բան, ոչ մի ներողություն, ոչ մի բան, լավ է մի խոսքով։ Ինչ վերաբերվում է ուժեր կան ճիշտ ասած, որոնք նախաառաջադրման շրջանում փորձել են բանակցություններ են վարել, իրենց հետ են բանակցություններ վարել ավելի մեծ բաներ կոալիցիաների, ասենք ՀԱԿ-ը ուժեղ Հայաստանի հետ, չգիտեմ, Լուսավոր Հայաստանը, չգիտեմ ում հետ, բայց իրանք էլ էին քարոզում, որ պետքա մեծ բաներ լինեն միավորումներ, ու դրանից հետո որ առանձին են առաջադրվել, այդտեղ արդեն են որ ասում առանց մեկնաբանությունների, իրոք էլ առանց մեկնաբանությունների, ասենք ՀԱԿ-ի հայտարարությունը, որ մենք երկար պայքարել ենք, որ լինի ընդդիմադիր ճակատի միավորում, երկիրը ազատագրվի, դե բայց քանի որ չստացվեց, մենք կմասնակցենք առանձին, չգիտեմ ինչ ասեմ։ Բայց տեսեք Հայաքվեն այնտեղ ոչ մի թեմա չեղավ, որ պետք է մենք ցուցակում եսին որը լինենք։ Հայաքվեն գնաց եւ կողքից աջակցում է ուժեղ Հայաստանից շատ ռեալ գործ երկիր հա, չէ, ապրելու երկիր, նույն տրամաբանությամբ ապրելու երկիրը ցուցակում չկան գնում են։ Ինչ որ մի հատ երկրորդ տենց ինտելեկտուալը կա Հրանտ Բագրատյանի նման, ինչ անում Հրանտ Բագրատյանը, աջակցում է Սամվել Կարապետյանին, բացարձակ խոսակցություն չկա ցուցակում լինելու, հիմա ինչա լավն էի ավելի։ Չէ, այդ է հարգանքի արժանին։ Հայաքվեն ընդհանրապես, այսինքն Պոլնի քարոզարշավի մասը էլ է բանի ուժեղ Հայաստանի։ Այդտեղ ես հասկանում, որ ով է որ իրական սիրտը ցավում է, կարում է այդ ամբիցիա ինչա, այնտեղ գիտես ինչն է Էդգար խնդիրը, եթե իրենք այն գիտակցումը ունենային, որ այս ընտրությունը ճակատագրական է Հայաստանի լինել թե չլինելու, իրենք հայտարարություն եթե այդ գիտակցումը ունենային, ուրեմն սուտ են ասում, ես չգիտեմ, որտեվ եթե Նիկոլը մնաց, էլ հարց չկա, այնտեղ ով էս անցավ, ով չանցավ։ Ուրեմն այդ գիտակցումը չէ, եթե չմնաց, պարզ է, չէ, երկիրը ազատագրվելու եւ բոլորն էլ իրենց տեղ ունենալու են։ Եթե մնաց, պարզ է, չէ, որ չի մնալու եւ ոչ մեկ իր տեղը չի ունենալու։ Ուրեմն խորքային այդ գիտակցումը չկա։ Դե չեմ կարող չհամաձայնեմ։ Ճիշտ եք ասում, որովհետեւ խորքային բառը ճիշտ եք ասում, որովհետեւ հա նույն ՀԱԿ-ը այս մի կես տարի է ՀԱԿ-ի վրա, իմ ասենք նույնն էլ Էդմոն Մարուկյանն։ Նույնն էլ ինքը, հələ ինքը նույնիսկ բան էր անում, հեգնում էր բանին, Ես այն միշտ ամներ չեմ տալի, որ չգիտեմ, լուրջ էլ չի, էլի։ Ինքը էլ հեգնում էր բանին, մեծ ընդդիմադիրներին, ասում էր որ կանգնում հայտարարում եք, ասում եք, սա սովորական ընտրություն չի, ազգի լինել չլինելու հարցն է։ Բազմախեք թոշակ մոշակից խոսացեք մենակ այդ մետա հարցից։ Բա դու դրանից հետո գնում ես լավ իմանալով զրոյական շանսա գրեթե այնտեղ անցող չեմ հաղթարելով, որպես ինչ ես փաստացի ընդդիմադիր ձայներ է էլի տանելով։ Եթե դու էլ ես փաստացի ընդունում, որ երկրի գոյության հարցն է, ինքնության դիրքերից ես հանդես գալի, այնա բան Հայաստան դաշինքն էլ հանդես գալի։ Գնայր դու էլ Հայաստան դաշինքին օգներ, ինքնություն, մասիսար, բան։ Գիտեք, երբեմն բացատրել կարողանում ես, ինչու է այդպես, բայց հասկանալ հրաժարվում ես։ Ես բացատրել կարող եմ, ինչի ասես, բուկետ առաջացել 19 առաջադրված ուժ, այդում այս ուժերը, որ թվում է թե հասկանում են ինչա կատարվում, բայց հասկանալ հրաժարվում եմ, էլի, որ լավ ասենք շատ լավ շանս ունի ընդդիմությունը, թե չէ մենք ամսի 8-ին զարթնելու ենք, հույսով եմ, որ առանց Նիկոլ ինչը պիտի փոխվի, խոսույթը, մոտեցումը, ինչ պիտի փոխվի, ինչ է, արդեն քանի օր է քարոզարշավը սկսվել է, ինչ առաջարկ ունեք եւ ինչպիսի դիտարկումներ, խնդրեմ։ Ճիշտ ասած, զերծ կմնամ այս հարցին բովանդակային պատասխան տալուց, հավատարիմ իմ այն դիրքորոշմանը, որ ձեր տաղավարում էլ բազմիցս արտահայտել եմ, օրինակ հիշում եք Սրբազան պայքարի օրերին, հենց օրերին ձեր հյուրն եմ էլի եղել, գրեթե նույնական հարց եք տվել զրո պատասխան, համարելով, որ ասենք պայքարա, բոլորս դրա մեջ ենք, այս կամ այն չափով, այս կամ այն դիրքորոշման, բայց մեջն ենք, եւ ընթացող պայքարի մասին այդպես չեզոք sense պրոստը կողքից ինչ-որ մեծապետական գնահատականներ տալ, որ այս ճիշտ է, այս սխալ է, համարում եմ անտեղի։ Մինչև ընտրաշավի սկսելը բանը շատ ենք խոսացել, այդ ընդդիմության թերացում, բաց թողում, կատաստրոֆիկ բաց թողում։ Հիմա մի տեսակ չի ասի թե ուշ է, երբեք ուշ չի, լդեմը երկու շաբաթ է ինչա կա։
բայց կցանկանամ այցել համարեք ուղղակիապես քաղաքացիական դիրքորոշում բան անել, զերծ մնալ հատկապես որ քարոզարշավը սկսած է վաղուց արդեն ոնց որ տրայեկտորիան կա, ես չեմ կարծում թե մեր այստեղ համեստասացները որքան էլ դրանք հանճարեղ կամ ոչ հանճարեղ լինեն, էապես կարան բան անեն, էլի բան փոխեն։ Ես վստահ եմ, որ բոլոր ընդդիմադիր այդ խոշոր երկու ուժերը ունեն ինչ-որ բաներ, նաև սյուրպրիզներ վերջին օրերին, հուսամ որ ունեն, որովհետև միշտ քարոզարշավի վերջի օրերն են շատ Հիմա ինքը որոշիչ։ 28-ին հանելու է ինչ-որ զենքեր ցույց տա, հերթական բան մոլորեցման մեջ գցի հայ ժողովրդին, այդ ժամանակ հայ ժողովրդին չեն ասելու, որ նախկին իշխանությունների օրոք ստեղծած 6 միլիարդի զենք պլոմբը վրա Սերժ Սարգսյանի օրոք որ ստեղծել այդ մարդը տվել է տշնամու, դրա մասին չենք խոսել այդ մենակ չօգտագործած դուք պատկերացնում եք ինչքան է օգտագործել ինչ է ստեղծվել նախկին իշխանությունների ժամանակ այդ բավարար այդքան լավ զենք կա Ինչ ես վախենում պատերազմից Հա, բա ինչի է պատերազմ, այսինքն հետը տուն ես պատերազմ լինելու, ինչի է լինելու դու պարտվեցին ինչ այդ քեզ Չէ, հաստատ Ալիևը գիտի, չէ՞ որ այդքան զենք կա, մենք էլ ուժեղ ենք, ինչի է պատերազմ սկսելու Ինչ ես վախեցնում մարդկանց Եվ երրորդ, բայց եթե խաղաղություն է Այդ вообще զենքը ինչի համար է Այդ ում դեմ է այդ զենքը լինելու Շատ լավ ձևակերպում տվեց Էդգարը քո թույլտվությամբ կրկնեմ Եթե խաղաղություն է ինչ ես այդ զենքը ցույց տալիս Նիկոլ Դե ինքն ասում է պաշտպանվելու համար Եթե վախեցնում ես այո եթե վախեցնում ես պատերազմով այն այդքան զենք ունես ինչ ես վախեցած ինչ ես հայ ժողովրդին վախեցնում ճիշտ է Չորրորդ ասում է իմ բանջարը քո հանճարին վնաս չէ Լավ զենք է բան չասենք զենք է Իսկանդերը զենք չէր Ինչի չօգտագործվեց դա Լավ հրթիռ էր ադրբեջանական օպերատիվ խորհրությանը կարելի էր հարվածել զորամասերին աերոպորտերին բանիխի չի կրակել Հիմա եթե դուք քարոզում եք որ իբր մենք զենքի պակասից ենք պարտվել ախպեր եղել է լավ քանի Իսկանդերա 1 2 3 էական չի կրակել է 0 անգամ Հիմա եթե Սերժ Սարգսյանը դրա փոխարեն 13 հատ բերածելներ 13-ը բազմապատկած 0-ով ստացվում է 0 Այսինքն դու եղած զենքը չես օգտագործել, որովհետև դու քաղաքական նպատակ չես ունեցել պատերազմ հաղթելու։ Հիմա այն մեր հին ունեցած զենքերի համեմատ ինչ որ խաղալիքներ են դրանք։ Զենքը բան չունեմ ասելու, բայց նրանց այդ համեմատած այդ ձեր ասած միլիարդ հանձնարարությամբ այն խաղալիքներ են, այդ խաղալիքները ինչի համար են։ Մարդկանց աչքին թոս փչելու։ Պլյուս այդ խաղալիքների մեծ մասն էլ Ռուսաստանից չի, այլ տեղերից է։ Ստե մեկ այլ խորքային նպատակ էլ կա, որ ատեղել Ռուսաստանին բան անեն, էլի, ճամփու դնեն, այդ մի հայ-ռուսական զարկերակն էլ կտրեն, ասեն դա էլ ինչ ենք անում ռուսներին, այդ մի զենքներ հենա, այդ էլ ստեղից ընդեղից բերում ենք։ Այսինքն իրանք մեծ հաշվով նպատակը ոչ թե այդ զենքը բերելն է, այլ նպատակը եւս մի կրկնվող պրակտիկա ստեղծելը, որով կարան հիմնավոր կերպով բան անեն Ռուսաստանից հրաժարվել։ Իսկ Ռուսաստանից հրաժարվելու վերջին նպատակը Հայաստանը Թուրքիային հանձնելն է, Թուրքիային ու Ադրբեջանին։ Նես որ հա, ես սրա մասին ես ճիշտ մոռացել էի, շնորհակալություն որ հիշեցրիք։ Այստեղ հուսամ գոնե որ միասնական ասելիք ընդդիմությունը կունենա։ Միասնական նույնական, կներեք, միասնական եւ նույնական։ Այստեղ արդեն թողանամես չեն, բայց եւ իմիջիալոց դա տեսանելի չէ, շատ բաներ կա, որ պիտի դե միասնական այդ բանը, օրինակ, պիտի նարատիվները ընդհանուր լինի, ինչի դեմ է, ինչ է, այն մեկը սենց, այն մեկը մի կողմ, այն մյուսը մի կողմ, հետո ասենք հանրահավաք է տեղի ունենում, ի վերջո բոլոր այդ ազգային ուժերի նպատակը մեկն է, չէ, ազատագրվել էս թշնամուց։ Հիմա ասենք թե այնտեղ տեղի ունենում ուժեղ Հայաստանի հանրահավաքը, օրինակ ինչի Գագիկ Ծառուկյանի աջակիցները չեն գնում, ինչի հայահեղափոխական դաշնակցության Հայաստան դաշինքի ներկայացուցիչները չեն գնում, չէ։ Կամ հակառակը հայտարարել է, որ եկեք միասնական Այո, հայտարարել է, բայց նրանք էլ չեն գալի, ինչի ասենք Հայաստան դաշինքն անում, ինչի այդ հանրահավաքներին նրանք չեն գալիս, այսինքն պետք է ես գիտակցություն չմտածեն, չէ։ Եթե պայքարի մեջ ելած ուժեղ 3 ուժեր են, ուրեմն պետք է իրար աջակցել։ Եթե ինչ որ մի բան ասում է, դա պետք է խոսույթ դառնա։ Հիմա ասել է, որ դու հարբեցող ծաղրած ու կզած բանի դիմաց, հետո դու խոսույթ դառնա, բոլորը ասեն։ Չէ՞ տարածեն, Սամվել Կարապետյանն ասում է, ռադ եմ անելու քեզ, թող բոլորը դա սկսեն միաժամանակ ասել, մի բանը որ 1000 անգամ կրկնվում է, դա դառնում է արդեն բան է դառնում, չէ, չեն անում։ Գիտակցման հարցն է նույն մեր թեմային։ Դե գիտակցմանը ո՞րն է հիմա չեն հասցնում Սամվել Կարապետյանին, մեռանք բացատրելով։ Ստոմա չէ։
Նման համակարգերում ինֆորմացիայի ֆիլտրման համակարգերը Բա 1000 հոգի մոտը մտնում դուրս են գալիս։ Խցանում Դե գոնե Նազոյին ասեք ասի։ Ինչ անենք, եթե մեր հույսը Նազոնա, պարոն Կարապետյան, ինչ ասեմ։ Շնորհավորում եմ ձեզ, մեզ էլ հետը, քեզ էլ եմ շնորհավորում Էդգար։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Ձեզ շնորհակալություն։